որոշական բառ կամ գրողների կողմից մշակվել, հաղթվել և դարձել է գրական խոտ։ Եկեք զինվենք խաբերությամբ և ճանաչենք ժողովրդական բառավարության ուժը, եկեք ողջունենք նրանց։ Ժողովրդական բանականության երկիրը ստեղծվել և դարերով պահպանվել է բանավոր հաղորդել սերնդից սերունդ։ Հայ ժողովրդի բանականությունը աշխարհի ամենահարուստ բանավոր ստեղծագործություններից մեկն է։ Հայ ժողովուրդ։ Բանականության թեմի գծով կարող ենք իմանալ, թե ինչպես ապրել հայ մարդը, ինչպիսի կենցաղով, ինչպես է աշխատել, ուրախացել, վշտացել, ինչից է վախեցել, ում և ինչի դեմ է պայքարել, ինչ է երազել, ինչին է գուտել։ Ժողովրդական իմաստությունները ոչ միայն բարգավաճ դասեր են, որոնց պետք է հետևել, այլև խոսքի մեջ օգտագործելիս խոսողի միտքը դարձնել համոզիչ, դիպուկ, փայլուչ և դրան տալիս են շուք ու գեղեցկություն։ Սիրելի հյուրեր, մենք ձեզ մաղթում թե այսպես առաջացավ Արասը։ Մի պատմություն կար, պատերի տակերը, անընդհանրան էր ու շատ վախեցած։ Այդ պատմությունը թագավորի շոշափով զբոսնում էր, հանկարծ քամի բարձրացավ
Եկից։ Լավություն արածին ուսիշ վիգեշիման ասված։ Սուտասանի տունը կրակել կապ ոչ ով չհավատաց։ Շատի հետևեց լավ կարծում։
Ճամփակ
Yes, I
Insta. Չունես, արի վատի, գնանք տեսնենք ինչ
մենք չգիտենք, աղջիկը։
ժողովրդական բանավեճությանը, ընդդուկների, դարձվածքների, շուտ ասելուկների տեսքով և յուրաքանչյուրը համեմված էր մեր ջին հնուց եկած ավանդական երաժշտությամբ ու տարով ուղեկցվեց, որը շատ հաճելի է, սիրելի երեխաներ։ Սա մեզ հուշում է, որ մենք դարերից ենք եկել և դեռ պիտի գնանք դեպի դարերը, ձեր հետ միասին, և յուրաքանչյուր սերունդ թողնում է իր հետքը իր ժամանակաշրջանում։ Եղեք մեր հայ ժողովրդի պատվի արժանի ժառանգներ ու շարունակեք ձեր հայրենասիրական ոգով պահպանել ու ծաղկացնել մեր հայրենիքը ու լավ ավանդույթներ թողնեք նրանց հաջորդ սերունդների համար։ Շնորհակալ եմ ձեզ, սա շատելի էր և բացի այդ երեխաներ, շատ լավ էր, որ դուք ներկայացրեցիք անվան հյուրին և վերջում մեկնաբանեցիք, որ միշտ չէ, որ անվանը կարող է մեծ արդյունքի հասնել և գիտակցեցիք, որ միայն աշխատանքն է, որ մարդուն հասցնում է մեծ արդյունքների։ Այո, ամեն մի եկյալ, ամեն մի արցախված ունի իր խրատական միտքը և դուք ներկայացրեցիք դրանց շնորհակալ եմ ձեզ։ Այդ ձեր կախած, ծավից կախած, այդ բարձվածքներ առավ, պատված, ինչքան աղքատիկ կլինեինք, այս ամենի շնորհիվ ազգային պայքարով պահպանելով մենք այսօր դարձել ենք զորված։ Հետևենք մեր ժողովրդական խրատներին և ինձ թվում է մենք կլինենք հայրենիքին արժանի զավակներ, պահպանենք ազգայինը, ընդունենք մեծերի խրատները և ինձ թվում է մենք հասարակության համար պիտանի մարդ կլինենք։ Շնորհակալություն գեղեցիկ միջոցառման համար և ձեզ, և ընկեր Գասպարյանին, և իրեն աջակցող ընկեր մի քիչ աջակցող և ծնողներին և մյուսներին ապրեք։ Ձեզ էլ շնորհակալություն։